Ծննդոց, գլուխ 33 Հակոբն իր աչքերը բարձրացրեց ու նայեց, և ահա գալիս էր Եսավը, նրա հետ 400 մարդ։ Հակոբն իր զավակներին բաժանեց ու հանձնեց Լիային, Ռաքելին և երկու աղախիններին, և աղախիններին իրենց զավակներով կանգնեցրեց առջևում, Լիային իր զավակներով նրանց ետևում, իսկ Ռաքելին ու Հովսեփին ամենավերջում։ Ինքն անցավ նրանց առաջը և մինչև գետին 7 անգամ խոնարհություն արեց, նախքան իր եղբորը մոտենալը։ Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան և լաց եղան։ Եսավը իր աչքերը վեր բարձրացնելով տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել է քո ծառային»։ Աղախիններն ու նրանց զավակները մոտեցան և խոնարհություն արեցին։ Լիան ու նրա զավակներն էլ մոտեցան և խոնարհություն արեցին։ Վերջում մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհություն արեցին։ Եսավը հարցրեց. «Ինչի համար է քո այս ամբողջ խումբը, որին ես հանդիպեցի»։ Հակոբն ասաց. «Իմ տիրոջ առաջ շնորհ գտնելու համար է»։ Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբայր իմ, քոնը քեզ լինի»։ Հակոբն ասաց. «Ոչ, խնդրեմ, եթե շնորհ գտա քո առաջ, ընդունիր իմ ընծան իմ ձեռքից, հենց նրա համար, որ տեսա քո երեսը, Աստծու երեսը տեսնելու պես, և դու բարեհաճ եղար իմ հանդեպ։ Խնդրեմ, ընդունիր քեզ բերած իմ ընծան, որովհետև Աստված ողորմեց ինձ, և որովհետև ես ամեն բան ունեմ»։ Պնդեց, և նա էլ ընդունեց։ Եվ նա ասաց. «Վեր կենանք գնանք, և ես կգնամ քո առաջից»։ Հակոբն ասաց նրան. «Իմ Տերը գիտի, որ զավակները նուրբ են, և ինձ հետ եղած ոչխարներն ու արջառներն էլ ձագերով են։ Եթե նրանց մեկ օր անընդհատ քշեն, բոլոր հոտերը կսատկեն։ Ուրեմն թող իմ Տերն իր ծառայի առջևից գնա, իսկ ես մենակ կամաց կգնամ իմ առջևում եղած անասունների ընթացքով և իմ երեխաների ընթացքով, մինչև որ գամ Սեիր, իմ տիրոջ մոտ»։ Եսավն ասաց. «Թող ինձ հետ եղած ժողովրդից քեզ մոտ թողնեմ»։ Հակոբը պատասխանեց. «Ինչ կարիք կա, թող իմ տիրոջ առաջ շնորհ գտնեմ»։ Այսպես Եսավն այդ օրը իր ճանապարհով վերադարձավ Սեիր։ Հակոբը գնաց Սոքքովթ, իր համար տուն շինեց և իր հոտերի համար փարախներ։ Դրա համար այդ վայրը կոչվեց Սոքքովթ։ Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ Սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։ Այն արտի կալվածքը, որտեղ կանգնեցրել էր իր վրանը, ծախու էր առել Սյուքեմի հայր Եմորից 100 կեսիթայով։ Այդտեղ մի զոհասեղան շինեց և անունը դրեց Էլ Էլոհե Իսրայել։